Երկար բարակ չեմ խոսալու, ուզում եմ ընդամենը մի հատ հարց տամ նայողներին ու խորհուրդ հարցնեմ, թեկուզ իմ ֆեյսբուքյան ընկերներից։ Իմ ֆեյսբուքյան ընկերները կարան գրեն իրենց կարծիքը։ Մի հատ անհասկանալի բան է կատարվում, հուսով եմ հեռախոսը չի անջատվի, մինչև իմ խոսալը։ Ուրեմն մի հատ անհասկանալի պատմություն կա, որ ուզում եմ իմ ֆեյսբուքյան ընկերները իրենց կարծիքը գրեն, էլի։ Իհարկե այս ամեն ինչը կուզեի, որ մարդիկ հասկանան փոխաբերական իմաստով։ Ուրեմն մեր հարևանը, իմ հարևանը, ունի մի հատ շատ չարաճճի տղա։ Ասել չարաճճի, դա նշանակում է ոչինչ չասել։ Ինքը շատ չարաճճի տղա է, հասկանում եք։ Մի քիչ էլ, ասենք, աննորմալություններ ունի էլի մեջը, երևի կամ լկստված է, կամ էդի են ժողովրդի լեզվով ասած անպատժելիության գործոնն է իր մեջ աշխատում։ Ուրեմն այս երեխեն, մեր հարևանի երեխեն, լուցկին վերցել է ձեռը, լուցկի, կամ ասենք զաժիգալկա, տարբերություն չկա։ Լուցկին վերցել է ձեռքը ու գիտեք ինչ է անում։ Գնում է այս սենյակի վարագույրն է ուզում պաժար տա, հա։ Գնում է վազում են տնեցիք սրա ձեռից լուցկին խլում են։ Բայց քանի որ ինքը շատ չարաճճի է ու ամեն ինչի տեղը գիտի, այսինքն նաև հստակ գիտի իր տնեցիքի հոգեբանությունը, մտածելակերպը։ Էլի է կարում ինքը լուցկի գտնի, զաժիգալկա գտնի, այդ թվում արդեն մեկ այլ սենյակ, սենց պաժար է տալի, էլի։ Ցույց տան, որ մարդիկ հասկանան։ Այս սենյակն է պաժար տալի, այս սենյակն է պաժար տալի։ Հիմի այս երեխու հետ ոնց կարելի է վարվել։ Ուզում եմ հասկանամ, էլի։ Ես չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում։ Անայս չի, որ դեբիլ եմ, բայց չեմ հասկանում։ Այս մեր լավ հարևանն է, իրար հետ մեկ-մեկ կետար նստում ենք, երկար նարդի ենք խաղում, էլի։ Կարճ, երկար։ Շախմատ, ասեմ, էդի հենց նրանց բառեր չի։ Շախմատ ենք խաղում, բան ենք անում, ասում եմ, ասենք, հարևան ջան, այդ երեխու ձեռից, ասենք, որ իր այդ նարդի եմ խաղում ու խոսում եմ, այդ ընթացքում, ասենք, էլի իր տնեցիքից մարդ է պտտվում իմ կողը։ Գալիս են, գնում են, քայլում են, ոնց եք, ոնց չեք, սենց էլի, ամեն ինչը փոխաբերական իմաստով։ Ասում եմ, հարևան ջան, ոնց անենք այս երեխու ձեռից, այդ լուցկին վերցնենք, այդ անտեր զաժիգալկեն վերցնենք։ Որտեվ եթե ինքը ձեր տունը պաժար տվեց, կարող է այդ պահին քամի լինի, այդ պաժարը մեր տները կպած է, էլի, սենց շատ քիփ է։ Կարող է մեր տանն էլ կպնի այդ պաժարը։ Այսինքն ոչ թե կարող է հաստատ կպնելու է։ Ես չեմ ուզում, ասենք, մի աննորմալ երեխու պատճառով մի ողջ տուն այրվի։ Տուն, փոխաբերական իմաստով, էլ եմ կրկնում։ Ուրեմն ես հարևանի տնեցիք, ովքեր հորից ոչ պակաս գիտեն այս երեխու խասյաթը, որտեվ այս երեխեն մեծացել է նաև իրանց ձեռքի տակ, հա, մեծացել աճերա, ասում են, այս իրանց ամուսնուն, տան տղամարդուն, ասում են, տղամարդուն ասելով, այդ երեխու հոր է, էլի, պայմանական, ասում են, ճիշտ ասում, արի լուցկին երեխու ձեռից վեգանենք, երեխուն էլ տանենք կամ հիվանդանոց, թո բուժումներ նշանակեն, այսինքն երեխուն մեկուսացնենք հանրությունից։ Մեր տուն հլը պաժար տվեց, ջանդամ, բա որ ես թաղը սաղ պաժար ընգնի։ Բայց ես երեխու հարազատներից մեկը
կոնկրետ մեկը։ Կարևոր չի, հերն է, մերն է, կապ չունի։ Բայց ինքն էլ է մասնակցես չարերեխու աճելու գործընթացին։ Այսինքն իրա ներկայությամբ էլ այս երեխեն աճ է։ Ասма չէ, սպասեք, մի տարի հետո լավ բժիշկ է գալու 26 թվին։ Լավ բժիշկ է գալու։ Այս կողի հիվանդանոցն։ Այս երեխուն կտանենք բուժման։ Մենք մեռանք համոզելով կողից, որ ցավը տանեմ, էսը տենց ասողին, էլի։ Այ ախպեր, այս երեխեն բաժար տալով այդ թմա մեռանք այդ կրակը հանգցնելով, սենյակը, որ չկարծանք պրգենք։ Վառօրինակ Տաուշի գյուղերը, հա, Արցախ։ Ասում ենք արի հիմի այս երեխուն սրա ձեռու ոտը կապենք, տանենք բուժման։ Ասма չէ, մենք 26 թվին ես լավ բժիշկ եմ ուզում սպասեմ։ Հասկացա, թե չէ։ Չհասկացա։ Այն որ Facebook-յան ելույթներ եք ունենում, դա ձեր անձնական իրավունքն է։ Ես էլ եմ Facebook-ով խոսում։ Շատ եթերներ վերցնեմ, գցում եմ YouTube։ Շատերը չեմ գցում, հա? Որպես տարբերակ։ Այն որ պաշտպանում եք ձեր քաղաքական X լիդերներին, էդ էլ է ձեր իրավունքը։ Ես դրա դեմ ոչ կարամ կողմ լինեմ, ոչ դեմ, մաքսիմում կարամ լինեմ ձեռնպահ։ Որտեվ կոնկրետ իմ համար կա հայ հայրենիք։ Երկիր, որը բոլորինս է, մենակ ձերը չի, ձեր պաշտպանած, չգիտեմ, գովերքած քաղաքական լիդերինը չի։ Դուք որ մտնում եք ուղիղ եթերով խոսում եք, արտահայտում եք, էլի ձեր իրավունքն է։ Տեսեք խոսում եմ էթիկա, էսթետիկա։ Բայց իմ լայվերից գոնե երկու հատ նայածները գիտեն, որ կարամ իմ բերանը բացեմ, աշկերս փագեմ, մանավանդ հիմի ագնոսներով եմ։ Չի երևա, իմ աշկերը բաց հա փագա։ Հիմի ասում եմ, ինչի եք ընկե այն մտքի վրա, որ եկեք ազգովի սպասենք տենանք հաջորդ սենյակը, որն է բաժար տալի։ Ախր այս երեխեն, այսօր, կոնկրետ այսօր, այս հոգեկան երեխեն, մեր հարևանի, հա? Ասում եմ, ես ուզում եմ գնամ մտնեմ եկեղեցի իմ պուպուլը ցույց տամ։ Որ իրանք տնան, որ իմ պուպուլը թլպատված չի։ Հասկանում եք ազգովի ուրենք ասել։ Բայց այդ տնեցիքից մեկը ասում է, չէ, հələ Էդին ռեսկի պատճառ չի, ռեսկի պատճառ չի, 26 թվին մենք լավ բժիշկը գգա կտանանք լավ բժիշկի մոտ։ Հասկանում եք ինչ եմ ասում, թե չէ։ Այս հոգեգան երեխեն էլ եմ կրկնում։ Մի հատ էլ սմարթֆոն են առել տվեց ձեռը։ Այդ առնողի գյարդանն էլ խուրդ լինի, էդը խնդե խուրդվի։ Այն լավ որ չտենա, տակ քնի պախելնի։ Այդ սմարթֆոն առնողը ասում եմ տենա սաղա, որ սենց առել տվե դրա ձեռն։ iPhone-ն է, եսիմ ինչ է։ Էս շեշ բաներ է մտել, Facebook-յան էջ է բացել, ունենալով 1.100.000 պատպիսչիկ, որի մի մասը հարևան երկրից են։ Էս շեշ ստատուսներ է գրում։ Հիմի մենք ժողովրդով ազգով գոռում ենք, ասում ենք, ախպեր բերեք այս երեխուն մեկուսացնենք։ Դուք մտե ելույթներ եք ունենում, հարգելի հայեր ջան, էսթետիկա, էթիկա, հարգելով ձեզ, չեմ վիրավորում ոչ մեկին։ Ասում եք չէ, երեխուն չեզոքացնելու պրոցեսը, այդ մամա դոմփած պրոցեսը սխալ է։ Թո բաժար տային կողի սենյակը, պատվալնել հետը։ Մենք այն վաղ բաժարնիկը կանչենք, կամ որպես տարբերակ սպասում ենք 26 թվի ընտրությունների։ Սխալ բան եմ ասում, սխալ օրինակ եմ բերում։ Մարդիկ դրած կիսվում են։ Հալավ եք անեմ, այ մարդ ասում եք, խոսում եք, ընեշի, որ ես միշտ խոսալուց խոսում եմ բացարձակ ճշմարտությունը, չէ։ Ես արտահայտում եմ իմ կարծիքը, դուք ձեր, նորմալ է դա։ Բայց եկեք մի հատ ծուռ նստենք դուս խոսանք, էլի։ Նիկոլ Փաշինյանի աջակիցներին զոմբի ասելուց առաջ, որ ասում ենք զոմբի, հա? Հələ եկեք մի հատ ինքներս մեզ հայլում է շնենք ու հասկանանք մեր շրջապատից քանիսն են ում զոմբին։ Սխալ եմ ասում։
Դուք իրավունք ունեք սատարեք եւ Քոչարյան Ռոբերտին, եւ Սարգսյան Սերժին, եւ Ժիրայր Սեֆիլյանին, то չգիտեմ, եւ Վարդան Ղուկասյանին, ում ուզում եք սատարեք, բայց կուրք մի սարքեք այդ մարդկանցից։ Հետո մեծ նրանց հետարքիր հարց առաջանում ի մեջ տրամաբանության շրջանակներում։ Եթե այն անհատները ում դուք սատարում եք, որ ասում եմ, էլի ձեր իրավունքն է, ձեր անձնական իրավունքն է։ Դրա դեմ ես ոչ իմ համար ոչ տակա ոչ սառը։ Իմ համար կա հայ, Հայաստան ու Հայաստանի հային վայել արժանապատվություն, որը սպային գոյություն չունի։ Չունի, որտեվ այդ երեխեն լուցկին ձեռը պաժար տալով այդ մա մեր ազգային ինստիտուտները հասել է եկեղեցու դռանը ու լկտիության գագաթնակետինը հասե, որ ասում է պուպուլս բացեմ ցույց տամ, թո կտրիչ Ներսիսյանը գոտենա։ Հեսա երոքսը սանջիտ է, գիտես։ Չէ, հելը 2%-ի վը պահում։ Ասում ենք ախպեր, էսի գիժա, եկեք հեռացնենք էլի։ Իմ ու քո մի արեք այս հարց գոնե այս հարցի շուրջ։ Իմ ու քո անելով Արցախը տվինք Նիկոլը չի տվե Արցախը, սաղս ենք տվե։ Գիտեք խի, բացադրեմ։ Ասեմ ու հիմնավորեմ, որտեվ հավաքների ժամանակ շատ մարդիկ տնից դուրս չեկան, հա, ցույցերի ժամանակ, այն կապիկությունների, որոշակի մասով կապիկությունների։ Ասին Քոչարյանն է կազմակերպե։ Իմ էտա էս ինչ բանին պետք չի ես դուրս կամ։ Դուրս չեկան տնից։ Այն մյուս մեղս ասես Սերժն է կազմակերպե, տեսակ Սերժը հրապարակում էր։ Ես մերժել եմ Սերժին, ես ոնց եմ իմ նամուսը իմ երեսին սրբեմ գցեմ գետնին, ու ես դուրս գամ կանգնեմ իմ հարևան, ասենք, չգիտեմ, Ժոզեֆինայի կողը։ Այդ կեղծ քաղաքենությունն է, որ մենք սենց մաս կտոր կորցնում ենք երկիրը։ Հասել ենք այն աստիճանի, որ ասում եմ ոմն հոգեկան հիվանդ, ասում է թո կաթողիկոսը դա իմ պուպուլիկը ստուգի։ Ահա, ուրիշ բառ չեմ ասում։ Ես էլ մտել եմ ազնվորեն, ինչ մտածում են գրել եմ։ Գրել եմ այդ հարցի մենակ կարապատասխանի Ախուրյանցի անուն։ Թելպատված ես թե չէ։ Ազնվությամբ գրել եմ։ Մենակ այդ Ախուրյանցի անունի ճաշակով ես։ Ուրիշով կարա տես հարցի պատասխանի Փաշինյան Նիկոլ։ Ոչ մեկ։ Իսկ այն հարցին ու հարցադրումին, թե ով բերեց Նիկոլին, ով է պահում Նիկոլին, եկեք մի պահ ձեր այդ ուղեղը, որ կա ամեն մեկի գլխի մեջ, աշխատում է յուրովի։ Դա նորմալ է, որ մենք տարբեր մարդիկ ենք, մտածենք տարբեր ձևերով։ Մի հարցի շուրջ։ Մի կողմ չեք կարում դնենք։ Դուք մտածում եք, ես չեմ կարա խոսամ, ով բերեց Նիկոլին։ Դուք մտածում եք, ես չեմ կարա խոսամ, թեկուզ իմ ընկերները նեղանան կամ չէ, Սերժ Սարգսյանի որոշակի քայլերի մասին, որը չէր բխում Հայաստանի Հանրապետության պետականության շահերից, խոսքի օրինակ։ Ես էլ կարամ խոսամ, որ մարդիկ չասեն, դու Սերժին ես պաշտպանում, քլնգում ես Քոչարյանին կամ հակառակը։ Ժողովուրդ ջան, հայեր ջան, եկեք ադեկվատ մտածելով սրա ձեռից այս զաժիգալկեն խլենք, որտեվ այդ եկեղեցու մեջ վառվելու ենք բոլորս։ Ռուսական, ադրբեջանական մամուլը արդեն տպել է ռուսերեն լեզվով, հասկանում եք, որ ոմն գիժը առաջարկել է կաթողիկոսին ցույց տալ իր պենիսը։ Գրել են ստատյաները էթմա։ Դա ձեր խնդիրը չի մենակ, դա մեր բոլորի խնդիրն է։ Ու միջանկյալ մի բան էլ ասեմ էլի։ Այն մարդկանց, ովքեր ասում են Սփյուռքը իրավունք չունի խառնվի, մենք Հայաստանում լավ էլ ապրում ենք, ես անկեղծությամբ ուզում եմ, որ դուք 4 անգամ ավել լավ ապրեք։ Դուք չեք հասկանում Սփյուռքահայի տրամաբանությունը։ Կոնկրետ իմ։ Ցանկացած Սփյուռքահայ դուրս գալով հենց նույն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից, ինքը ինչ-որ միտեղ այսենց դոշա թափտվե տիրող անարդարությունից, չէ՞։ Կամ հացի խնդիր է ունեցել։ Ես այդ առումով դուրս չեմ եկել Հայաստանից։ Ես հացի խնդիր չեմ ունեցել։ Ես աշխատել եմ։
գումար եմ աշխատել Հայաստանում, որը հերիք էլ է եւ ինձ, եւ իմ հարազատներին։ Ես այդ պատճառով դուրս չեմ եկել։ Բայց ցանկացած մարդ, երբ հատում է սահմանը եւ Հայաստանից դուրս է գալի, ինքը նոր զգում է ինչ է կատարվում դրսում։ Ցանկացած հայ, դա լինի Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, կենաց եւ մահու համարյա այդ կոնտեքստով պայքար է մղում հայ մնալու արժանապատվության համար, տարբեր ազգերի հետ։ Ու Հայաստանում մնացած ու երբևիցե Հայաստանի սահմանը չհատած հայը դա չի կարող հասկանալ։ Այսինքն ես ինձ վրա օրինակ բերեմ, այդ օրինակը կարան բերեն հազարավոր մարդիկ, երբ որ մեկ այլ օտար ազգի հետ ես ունենում եմ կոնֆլիկտ եւ փորձում եմ ուժերից ներածին չափով, ես գեռակը լչեմ, մնալ հային վայել արժանապատվության սահմանների մեջ, ես այդ քայլով ապահովում եմ ձեր արժանապատվությունը ձեր Հայաստանից դուրս գալու դեպքում։ Այդքանով հանդերձ դուք ասում եք սփյուռքը սենց, սփյուռքը նենց։ Դուրս եկեք, դուրս։ Հայաստանից գոնե 1 ամսով, 2 ամսով դուրս եկեք, հա։ Հետո փորձեք քննադատել այն սփյուռքահային, որ ամեն Աստծու օրը 24 ժամ կամ օրը 20 ժամ շփվելով տարբեր կատեգորիայի մարդկանց հետ, փորձում է փոքր-ինչ դեր կանգնել իր արժանապատվությանը նամանավանդ ազգային։ Այդ նույն արժանապատվություն կոչվածը այսօր հավասարվում է պլենդուզի մակարդակից ցածր։ Միթե մենք այն ազգն ենք, որ կարա ինչ-որ մի հատ հոգեկան հիվանդ, հա? Ինչ-որ բան գրի Facebook-ում ու ռուսական մամուլը, ադրբեջանական մամուլը վերցնի դա տպի։ Վաղը դա ազդելու է, արդեն ազդել է մեր բոլորի ազգային արժանապատվության վրա։ Ես վստահ եմ, հիմա խոսում եմ, բայց շատերի հիմար ձայն բարբարով հանապատի։ Որտեվ շատերի մոտ նստած է մի կոնտեքստ։ Բայց մենք շատերս Նիկոլ Փաշինյանի աջակիցներին անվանում ենք զոմբի, ոչ։ Այդ զոմբիացված վիճակը կա մեզնից շատերի մոտ։ Իմ մոտ չկա։ Անես չի ես վերին արտից հորն եմ, չէ։ Իմ համար կա մեկ հասկացողություն, որ եթե բոլոր նախագահները ճիշտ էին Լևոնից սկսած, Նիկոլը այսօր միջև մի խի աթոռին նստած։ Կամ ոնց եկավ նստեց այդ աթոռինի, եթե բոլորը ճիշտ էիք, բոլորը տանում էիք ճիշտ քաղաքականություն, եթե բոլորը ճիշտ էիք, Արցախն ուր է, եթե բոլորը անսխալական էիք, մենք ընչենք եմ այսօրին, որ մի հատ հոգեկան հիվանդ, լինելով երկրի վարչապետ, այդպես գրառում անում, անսխալական չեք ոչ մեկը, բայց եկեք մի պահ մի կողմ դնենք, ձեր նեղ անձնական ամբիցիաները մի կողմ դրեք։ Կա մի հատ հասկացողություն, գժի ձեռքից խլել զաժիգալկեն։ Ու սփյուռքահային անուն դնելուց առաջ, չգիտեմ էլի, ես կցանկանամ, իհարկե չեմ ցանկանա ոչ մի հայ իր հայրենիքից կտրված ապրի, որտեղ հավատացեք, ինչքան էլ հայը ապրի լավ կամ վատ պայմաններով, Հայաստանի իր հողու ջրից կտրված հայը, գիտեք ինչ է անում, հա? Կներեք համեմատությանս համար, երբ որ ծաղկանոցից, որտեղ ծաղիկը աճում է, վերցում տեղափոխում են մեկ այլ վայր, դնում են հողի մեջ ջրում են, շատ դեպքերում այդ ծաղիկը չորանում է։ Ու իր գլուխը, այդ գլխի մասը, միշտ թեքվում է դեպի այն ծաղկանոցը, որտեղից իրան պոկե հանել են արմատներով։ Ու սփյուռքահայերը ես վստահ եմ, մինիմում 80-ից 85%-ը այդ նույն ծաղիկի կարգավիճակով են։ Որ մտածում են, կգա արդյոք մի օր, որ մենք մեր երկրում կունենանք ազգային արժանապատիվ ղեկավար։ Որ մենք վերադառնալով մեր երկիր, X պահի, X ժամի, X օրը, չենք դուրս գա
Էջմիածին, Երևան, Արմավիր, Վայք, Սյունիք, Մանգալու փողոցում։ Ու մեզից 20 տարի փոքր, 15 տարի, 10 տարեկան, 10 տարի փոքր տղեն կամ մեկ այլ ջահել տղեն, որ մեր վախտով մենք դուրս ենք եկել, մենք նույնիսկ իրան դեմքով կարողա չհիշենք։ Հային վայել արժանապատվությամբ կգա կմոտենակ ասի բարև աղբերս, բարի գալուստ հայրենիք։ Այլ ոչ թե կգա սենց թարս կնայի, կա չէ տանս կոնտինգենտ, արա էսի շտոնի մեջ ասնձի բարև տալի, լկարաս միատ ձգվես, խելրմ ես, 1, 2, 3, ասպես լավ այ աղբեր, ես դուրսը պայքարեմ, կրվեմ իմ կյանքի իմ արյան հաշվին, հա, որ ազգային արժանապատվությունը վեր լինի ամեն ինչից, կամ ես իմ երգիր իմ հայրենիք, օրինակի ման եմ ասում, մարդ ով Հայաստանի սահմաններից դուրս չեկե, չգիտի ինչ նշանակում սահմաններից դուրս ազգային արժանապատվություն, մարդ, էլ եմ ասում, մարդ, առանց վիրավորական խոսք, կապ չունի 10 տարի փոքր, 5 տարի փոքր, 20 տարի փոքր, հազարներեգություն բառիս համար նա տնենց պորջավարի մոտեցում ցույց տա, որ դուս հոգով սրտով վերադարձել ես քո այդ օրինակի համար այդ ծաղկանոց, հա, որտեղ քո այդ արմատներն ա, էլի պոկվես այդ քո արմատներից, հիասթափված դուրս գաս այդ երկրից։ Հուսով եմ հասկացաք, օրինակ։ Հիշեք Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։ Հիշեք Նիկոլ Փաշինյանի ասած արտահայտությունը Թուրքիայում, երբ ինքը իբր թե հանդիպեց հայ համայնքի հետ։ Ինչ էր ասում։ Այդ զաժիգալկով երեխեն։ Ինչ էր ասում։ Նկատել եք։ Ցիտում եմ, Հայաստանի վարչապետը Սփյուռքի հայության տերուտ իրակալը չի, ձեր գլխի ճարատեսեք։ Էս միտքը ասես թե չէ ինքը։ Միգուցե մեկ այլ ձևակերպման, բայց մոտարապես այդպես ասեց։ Բա ինչ է նշանակում Հայաստանի վարչապետը Սփյուռքի պատասխանատուն չի, հա։ Ոնց պատասխանատու։ Այսինքն, երբ որ Հայաստան համահայկական հիմնադրամը հանգանակություն է կազմակերպում, ողջ Սփյուռքը օգնում է։ Այդ դեպքում Սփյուռք բարի գալուստ։ Բայց ուրիշ դեպքում Սփյուռքն ով է որ։ Ախր այդ տրամաբանությունը Նիկոլի վախտով չի սկսվե։ Այդ տրամաբանությունը եղել է Նիկոլից առաջ։ Դրա համար եմ ասում, իմ միակ գերնպատակն է, որ մենք երկրի գլխին ունենանք ազգային մտածելակերպ ունեցող ղեկավար։ Էսի էս թեմայով։ Երկրորդ կամ այդ շատ կարևոր թեմա իմ համար, որը կախված է որոշակի հանգամանքներից։ Որոշակի հանգամանք ասելով նկատի ունեմ մի հոգու դիրքորոշումից։ Եթե այդ մի հոգու դիրքորոշումը չեմ ուզում ես մասին խոսամ, դա անձնական է։ Այնպես չի, որ պետք է անպայման իմ դուրը գա, չէ։ Որտեվ ես ամեն պարագայում հարգել եմ դիմացինիս դիրքորոշումը, լինի դա սխալ թե ճիշտ, միշտ հարգել եմ, մարդը պետք է ունենա դիրքորոշում։ Բայց մեկ այլ ռասկլադի դեպքում ինձ չնեղանա քաղաքական դաշտում գտնվող մեկ անհատականություն։ Ինձ չնեղանա։ Անձամբ քո դեմ, որպես հայը հայի դեմ, ես ոչինչ չունեմ։ Միգուցե մի տեղ էլ տեղը գա սատարեմ քեզ։ Բայց տղա ֆորմատի մեջ մենք իրար հաստատ իրար կողք չենք կարող կայնենք։ Դու կարող ես դաժե չհասկանաս ինչի մասին է խոսքը։ Վաղտը գա կհասկանաս։ Վաղտը գա կհասկանաս, էլ եմ ասում, կապված է մի հոգու դիրքորոշումից, որը իմ համար շատ էական է։ Առայժմ էսքանը։
Ավել չեմ ուզում տարածվեմ, որտեղ այդ թեման իմ անձնականն է։ Իսկ անձնական թեմա ես միշտ տերեմ իմ խոսքին, բայց այն որ մի բանը իմն է, հա, իմն է, ինձ հարազատ է։ Ես չեմ պատրաստում կիսել ոչ մեկի հետ։ Ոչ մեկի։ Ով ուզում եք եղեք։ Ձեր քաղաքական դիրքով, ձեր քաղաքական կուսակցությամբ, ձեր հովանավորներով ու ձեր սոցիալական դիրքով։ Հələ որ այսքանը։